շատ լավ ծրագիր ենք կազմել, շատ լավ թիմ ունենք, շատ լավ համակիրներ, որ այսօր շուտելով Հայաստանով մեկ, զրուցելով, տեսնելով, դա ոչ թե միայն ես եմ ասում, այլ հանրությունը երևի դուք էլ լսած կլինեք, որ իրոք շատ տպավորված են, ասենք մեր ծրագրով, մեր մոտեցմամբ, մեր առաջարկով, մեր քարոզարշավով, որտեղ մենք խոսում ենք հայերեն լեզվով, լիազեկ մարդու խնդիրը, պրոբլեմը, լուծումը, որտեղ այսօր մարդիկ արդեն հոգնել են։ Հոգնել են լսելով բռնելուց, մեկը մեկին հայերուց, սետ շպրտելուց, վիրավորելուց, այլ լիազեկ մարդիկ ուզում են այդ բոլորը զգան հարյուրյակ փոփոխություն դեպի լավ իրենց ավիրակ կյանքում, իրենց աշխատանքում, իրենց ապրելակերպում, ընտանիքում, որ կարող են ինչ-որ մի բան ավելի լավ փոխվել է իրենց համար։ Հիմնական հարցը ես ասեմ, որ մենք պետք է կարողանանք հիմա լիարժեք այսքան ժամանակում շփվելով մարդկանց հետ ներկայացնել մեր ծրագիրը ամենակարևորագույն կետերը, որը դա կան, մեկ առ մեկ իրենց տեղյակ պահելով ու իմանալով, որ մեր խոսքը գործ է, որ մենք ինչ ասենք տեղյակ ենք, տիրապետում ենք եւ ամբողջ կյանքում ինչ ասել ենք իրականություն ենք դարձել։ Քիչ ասել ենք, շատ արել ենք։ Այսօր նույնն է, որ մենք օդի մեջ բանը չենք ասում, դադար չենք խոսում, ունենք բոլոր հարցերի պատասխանը եւ ոչ թե ասենք թե վիրավորելով մարդկանց, վախեցնելով, այլ հասկանալի ընկալի լեզվով բացատրում ենք, ասում ենք, ներկայացնում ենք, մենք ամեն ինչից տեղյակ ենք, մեր ցանկությունն է, որ մենք կարողանանք մեր ժողովրդին այս քեչությունից խանել, կարողանանք զարգացնել։ Այդ դրա համար մեր կարգախոսը ասենք երաշխավորած խաղացում, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք։ Սա հիմնական հարցերը ու այդ կետերը, որ պարտադիր, որ մենք ասել ենք, երբեք որ այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Ասում եմ, որ հիմնականում առողջապահություն եւ կրթություն, անմիջապես որ դա պետք է լինի անվճար։ Երկրորդ ասենք, թոշակների մինիմալը, որ ասենք Զամբյուղը, դա նվազագույնը 78,000-ը, որ անմիջապես դե պետք է կարգավորվի 78,000 նվազագույնը, եթե նվազագույնը հաշվարկով կազմում է 78,000, դու տալիս 49-ը, բա մարդը ոնց է ապրելու, այլ դա անհրաժեշտ է եւ դրանից հետո պարբերական, որ պետք է ավելացում լինի 5,000, 10,000 ըստ աշխատանքի ամեն տարի դա ասենք տնտեսական, ասենք թե աճի դեպքում, որը պետք է կազմակերպվեն, որ տնտեսական աճ լինի, զարգանա, աճի ծրագրերը իրականացնենք, որ արդյունավետ կլինի, շահավետ կլինի, դրա պահանջարկը կլինի։ Նորից եմ ուզում ասել, իմացեք, որ անհնարի ոչինչ չկա, ժողովուրդ, պետք է ճիշտ մասնագետներ, ճիշտ կազմակերպել, ինչի պահանջարկ կա, ինչ պետք է ծախսես, ինչ պետք է դնես, ինչ պետք է մնա, որ մնացածներ կարողանաս օգտագործել քո երկրի, քո ժողովրդի տնտեսության համար։ Ուրեմն այդ երկուսը առաջնայինը, դա որ մենք ասեցինք, հիմնական առողջապահություն եւ կրթություն անվճար, վարկերի խնդիրները, որ ժողովուրդը իրոք ընտանիքով 3-4 հոգի վարկի տակ են, ու վարկի տակ են արդեն այս քանի տարիներ է, 15 տարի, որ անդադ վարկեր կուտակվելով մարդիկ չեն ապրում, մարդիկ գոյատևում են, որ մինչև 3 միլիոն դրամը անմիջապես պետության կողմից ներմաշնորհվելու։ Պետական պարտքը 15 միլիարդ է, թող դառնա 16 միլիարդ 100 միլիոն։ 15 միլիարդի ժողովուրդը խաբար չի, գոնե 1 միլիարդ իրենք իմանան, որ 2 միլիոն 200,000 մարդ այդ ծանրությունից այդ ճայթից դուրս է գալի։ Մյուս կարևորագույն խնդիրը, որ այսօր գույքը հարկը առանց նայելով ժողովրդի ապրելակերպը, իրեն ասենք թե թոշակի չափսը, գույքարկը Երևանում ավելացել են 100%։ Իհարկե հավաքարներ կան Երևանում քաղաքի, որոնք տեղյակ են ու ավելացրել են, ոչ թե ավելացրել են կադաստրային արժեքով, այլ ավելացրել են շուկայական գներով։ Դա ասենք թե անարդարություն է, դա արդարությանը չի համապատասխանում։ Եթե մտածում եք ժողովրդի մասին ճիշտ կարգատարի, որոշում կայացել 2025 թվականից կամ 26 թվականից գույքարկը 100% ավելանում է Երևան քաղաքում։ Հաշվարկես քեզ ձեռ է տալի, որտեղ բնակարան առած, թե ոչ։ Եթե հիմա մարդիկ թոշակառուներ 80, 75, 75 տարեկան մարդիկ, որը ծառայել էր պետությանը, դա ասենք թե արվեստի, մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության, ասենք թե կամ աշխատող, բանվոր մարդը լիարժեք ստուկ վարը շենք հաստացել։ Հիմա իր խորը ձերությունը իր թոշակով յոլա գնալով անցակացնում։
բայց հիմա ասում են, եթե չես կարող գույք արկ վճարես, ուրեմն բնականon վաճառի, գնա սահմանամերձ գոտի ինտեղ էժանա գույք արկը։ Սա ժողովրդավարությունը շատ ընդունելի է ժողովուրդ, ոնց ասեմ ես։ Դա համար դա նույնպես ասում են Երևան քաղաքում, որ անմիջապես չեղյալ է լինելու։ Սահմանամերձ գոտում նույնպես գույք արկ պետք է չլինի, որը սահմանամերձ է, նրանց պետք է արտոնություն տրվի։ Արտոնություն տրվի, որ մարդը եթե սահմանի վրա աշխատանի սահմանը պահվի բարիք է ստեղծում։ Այդ անհրաժեշտ անպայման դուք պետք է պարտադիր շեշտեք, նշեք, մարդկանց ասեք, պետք է որ լիարժեք ասենք, դե ծրագրերն էլ տալիս եք, որ սա է եւ մեկ զենք ասում։ Ինչ որ ասում ենք, դա մենք հենց առաջին նիստին լիարժեք ներկայացնել ենք, հաստատենք, որ ժողովրդի դեմքին ժպիտ կա։ Իհարկե ժողովուրդը սպասում է, օրորի երևի փոփոխությունը դուք զգում եք։ Ինչքան մարդամոտերն որ մարդիկ իրոք համոզված են, վստահ են եւ թիմի վրա, եւ Ծառուկյանի, եւ ծրագրի, որ եթե մարդիկ ասեցին, որ մարդիկ կանեն։ Ասեմ, այսքան ես շրջում եմ հանրապետությունով մեկ, մի տեղ չկա, որ մեկը ինչ որ ասել եմ չեմ արել, այլ ինչ որ ասել եմ մի բան էլ ավել եմ, բայց եւ որպես ես զգուշացել եմ, որ այսօր բարեգործությամբ երկիր չես պահի։ Այսօր պետք է ճիշտ ծրագիր ներկայացվի, ճիշտ հանրությանը մատուցվի, հանրությունը այսօր պետք է զգա իրեն մասին մտածող կա, մատից փուշանող կա։ Փոքր միջին բիզնեսից պետք է ասեք, որ ամենակարևորը մի կետ ասեք, մնացածը կարող են իրենց անդանալ, որ մինչև 60-ից 80 միլիոն ոչ մի հատ իրավունք չունի տալու եւ ոչ մեկ իրավունք չունի իրենց ստուգելու։ Նոր մինչև 160 միլիոն եթե նա կարողանա շրջանառություն ունենա, նա մի տոկոս կտա, նա մեծ ուրախությամբ կտա, միայն պետք է հարկայինները մարդկանց չանհանգստացնեն, թղթի հետևից ելնեն, հետո խփեցի, չխփեցի, մարդը 160 միլիոն շրջանառությունից ժամանակ մի տոկոսը մեծ ուրախությամբ կտա, որ ասենք 60 միլիոնը նրարածը պետք է ամսական $600,000 լինի նրա շահույթը, որ կարողանա սենգիրատունը պայ ազգ $1,500, $1,700 փողա վաստակել, որ արժանապատիվ ապրի եւ այդ նոր ծիլերը մի քիչ հզորանան, ընդգրկվի գործի մեջ, ծանոթանա, իմանա, որ ինչ պետք է անի, որ ավելի շատ վաճառի, որտեղ այսօր մեզ, ես նորից եմ ասում, շատ անհրաժեշտ է, որ մեզ մոտ փոքր ու միջին բիզնեսը ընդլայնվի։ Աշխարհում 60%-ը փոքր ու միջին բիզնեսով զբաղվում։ Բայց հիմա էլ որ ընտանիքներն են, քանի որ ասեմ 27 թվականից արդեն տուրիզմը շատ է զարգանալու, այստեղ բացի զարգանալը հիմա գիտեք բոլորն էլ որ մարդիկ ուզում են գնան, եթե 20 միլիոն տուրիստ եկավ, իսկ դա գալու է, սաղ աշխարհը արդեն տրաքել է, սաղ սպասում են տեսնելով, ես ես ասում, որ հիմա կանոն եղել է կինոֆեստիվալ, բոլորը տեսնելով, խոսալով, ժուրնալները տեսնելով, ես նայեց այսօրվա հաղորդումը, որ մարդիկ երկու ժուրնալ են վերցնում, մեկը պահելու համար է դերակցություն, մեկն էլ կարդալու համար։ Դե 20 միլիոն պատկերացեք, եթե գա, ամեն մեկը $5,000 ծախսի, դա նույնը 100 միլիարդ գումար, լավ 100 թող չլինի, թող 80 50 միլիարդ լինի, բյուջեն 5 միլիարդ է, 50 միլիարդ այդ գումարը մնալու է երկրում, դա բոլոր մասենք այդքան տուրիստներ չի կարա մեր երկիր ընդունի, այդքան հյուրանոցներ չկա, մարդիկ իրենց առանձնատները, երկրորդ տները, որը վարձով կտան, որը տաքսիօտոմատակարար են, որը ներդրում կլինի, շարժ կլինի, կամ ասենք թե ինչ որ Հայաստանում ունի, կամ Քրիստոսի արձան հետ կապված, կամ Հայաստանի արվեստի մշակույթ հետ, որոնք էլ մարդիկ գացեն Հայաստան մի բան գնելու, մի բան տանելու։ Այնպես որ ժողովրդին ասում եք, սպասեք լավ փոփոխությունների, որ հարստանալի եք բոլորը, միայն պետք է աշխատեք, կազմակերպեք ու գործ ունենալու բոլորը։ Այսօր չեմ ասում Ծառուկյանը 50 հատ գործան կառուցի, ակարա կառուցի, բայց 50 հատը թող արդեն դեղ աշխատի 100 մարդով 5,000 մարդ, բայց այդ մեծ ծրագիրը, որ իրականացնենք, որը ասենք այդ մեծ գումարը 5,000 մարդ չի կարա միայն օգտվել 50-100 միլիարդից, բոլորն էլ իրենց չափով օգտվելու են, գյուղացիներ, քաղաքացիներ, շինարաններ, սեփականատերներ, ռեստորանտերներ, կաֆեի հյուրանոցի տերներ, ու այդպես պետք է եւ երկու ծրագիր, որ ասեն պարտադիր մենք Գյումրիում, այլ նույն ասենք տուրիստը զարգանալու համար ամենակարևորը մի հատ էլ այնտեղ պետք է անենք եւ մի հատ էլ մեր ասենք թե Սյունիքում այդ մոլեբդինային մեր քաղաքանյութի մշակման համար պարտադիր պետք է անենք, մենք մեր հարստությունը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել։
եթե տարեկան 40 միլիոն տոննա հանքանյութ ենք արտահանում, 40 միլիոն, դրա հաշվարկով մոտ 4 միլիարդ փող անում, բայց ասեն գործանին գալիս է 500 միլիոն, 3 միլիարդ ու կեսը եվրո, մնում է մշակողներին, չհաշված դրա մեջ ինչքան թանկարժեք մետաղներ կան, ինչքան գործաներ ստե կաշխատի, եւ ալյումինի, եւ պղնձի, եւ ասենք թե հիմնական պարարտանյութի, ծնվական թվից այդ քանակը մշակելու համար քանի հազար տոննաներ, ասենք թե մենք կարող պարարտանյութ ստանանք, ազոտային, ֆոսֆորային, լաքեր ստանանք, գիպսակարբոնի արտադրություն դնենք, որը դա լիարժեք ասենք մեր հարստությունը, մենք դրած չենք աշխատացնում կաբելի գործաները կաշխատեն, ալյումինի գործարը կաշխատի, որը կաբելին արտադրում, ալյումինից ասենք թե պղինքներ կաշվիկ, ինչ ասես արդեն հազարավոր մարդիկ կաշխատեն եւ այդ բոլոր գումարները կմնա մեր երկրում եւ իհարկե բյուջեում էլ գումար կլինի, տնտեսական աճ էլ կլինի, տնտեսական աճից դոշակներն էլ կբարձրանա, ամեն ինչն էլ կլինի։ Այնպես որ շատ վստահ, բայց ասեմ այս 7 օրը առավոտից երեկո, հավաքեք թիմերին, մեր ասենք թիմակիցներին, լսեք իրենց, լսեք մարդու դառնուցավը խնդիրը, կարող է մարդը լավ հարց է ասում, պրոբլեմ խնդիր է ասում, մենք պետք է դա նույնպես արձանագրենք մեզ մոտ, ոչ մի լավ բան պետք է դուրս չթողենք, սա ասեմ, քանի որ օր-օրի այդ վստահությունը հավատքի կա ժողովրդի մեջ, դե ժողովուրդը մտածել են, որ ասենք թե մի Սարոկյանն կարող է մինչև վերջ չգնա, ու մանավանդ այդ նայելով, որ այսօր ընկել են արդեն մեր թիմակիցների հետևից տեղին անտեղին թիմին վախացնելու, ես ձեզ հանձնարարել եմ մեկ անգամ ևս հանձնարարում եմ, շատ ու շատ իր ընտանիքի հանդեպ, անմիջապես կենտրոնական գրասենյակ տեղակ եք պահում, տրամադրում եք փաստաբաններ, թիմով կողք եք լինում, սա ժամանակավոր մենք բոլորս էլ գիտենք, որ բոլորդ էլ ստացել եք հանրություն, որևիցե խախտում չկատարվի, ընտրակաշար, ոչ մի բան, որ օրենքի սահմանում լինի։ Դրա համար մենք մատնում ենք դա ժամանակավոր ուզում են ինչ-որ թիմին աչքը վախացնենք կամ ինչ անենք, կամ էլ ուրիշ ճանապարհ չկա։ Մենք մինչև վերջ գնալու ենք, մեր ներկայացնելու ենք, մեր ժողովրդի ցավը տանեն։ Կընտրեն ես ասում եմ, կընտրեք կպահանջեք, չէ կընտրելի ձեր ցավը տանեն։ Դուք եք ընտրել ձեզ վաղվա օրը եւ վաղվա ապագա։ Մի բան բոլորը պետք է իմանան, Սարոկյանն ինչ ասում է, իր ասածների արժեքներ գիտի, նշանակություններ գիտի։ Եվ այսքան ժամանակ չի եղել Սարոկյանը բառ ասի, օդի մեջ, դադար բառ ասի, անլիարժեք տեղին։ Ես ասել եմ, որ մենք իրավունք չունենք թշնամի ունենալու։ Մենք պետք է բոլորը հետ լավ լինենք։ Մենք պետք է Ռուսաստանը թշնամանալ։ Ասել եմ, հիշում եք։ Ինչի համար, եթե դու երկրորդ ճանապարհը չունես, քեզ թշնամանում, դրանից լավը քեզ պետք է առաջարկեն։ Եթե դա արդեն քո ձեռի տակ է երկուսն էլ, նոր ընտրություն կանես, որի հետ դու աշխատես։ Բայց այսօր թշնամանալով սաղ փակվեց, ասենք թե ինչ է, ես ասեմ, որ պետք է լիարժեք քայլ կատարեն։ Եթե չէ շատ ծանր է լինելու վիճակը։ Սարոկյանն ինչը ճիշտ չի ասեք։ Ասել եմ, ասած ինչպես օր-օրի ժամ-ժամ կատարում է, մարդիկ ասում են մենք ուզում ենք հասկանանք, դուք մեկ ընկերն եք, թե մեր թշնամին եք, ձեր ցավը տանեմ, հարց չկա, ձեր մեր թշնամին եք, դուք եթե տենց եք որոշել դա ձեզ ձեռատալի, մեր թշնամին եղեք։ Բայց ժողովուրդը, հայ ժողովուրդը, մեր բարեկամներն են։ Այդ դրանից ավել էլ ինչ ասեն մարդիկ։ Այնպես որ պետք է մարդը միշտ մտածի, լիարժեք 100% համոզված լինի, նոր այն ժամանակ քայլ կատարի, որ երկուսն էլ դեմը դրած են։ Հիմա եթե Ռուսաստանը փակում է, Եվրոպան բացել է ճանապարհը, որ գոնե ասենք թե սեսա չէ, գնում ենք այնտեղ երկրորդ ճանապարհով։ Նույն ճանապարհ ճակատագրին արժանացել էր Վրաստանը ասեք իրաց մանդարինն ու ջուրը գինին, կարողանում էին վաճառել։ Ով է, Եվրոպան իր գլուխը չի կարող պայ։ Եվրոպայում արդեն ամենաուժեղ հիմնարկներից Գերմանիան, որ ասենք թե 7 հատ մաշինաստրայցելնի մեքենաները սա հանեց Ամերիկա եւ Չինաստան։ 3 հատ մետալուրգիական գործարաններ փակեց։